Ծխախոտի արտադրությամբ զբաղվող Մուրծի տաբակ ընկերության դռները 9-րդ օրն է կապարակնքված է ու դեղին ժապավենով փակ։ Գործարանը բացելու եւ աշխատանքը վերականգնելու պահանջով Մուրծի տաբակ ընկերության մոտ 150 աշխատակից վաղ առավոտից դարձյալ կապարակնքված դռների մոտ են։ Պահանջում են իրեն չզրկել ապրուստի միակ միջոցից։ Դրանով ենք սնվում ապրում։ Ոնց պետք է ապրենք, մեր վարկերով պետք է փակի։ Եթե չբացեցին գործարանը, ամեն ինչի մենք ընդունակ ենք անենք։ Մի ամբողջ գործարաններ փակել են, մարդիկ սոված ծառա պատերի տակը, պաշտոն չենք ուզում, հաստիկ չենք ուզում։ Մեր սովորական գործարանը բացվի, մենք աշխատենք։ 2001 թվականից ճանաչում եմ պարոն Ծառուկյանին, մենակ գիտեմ, որ ստեղծել է, սարքել է։ Մարդիկ մի հատ հավաբուն չեն կարում սարքեն։ Ծառուկյանը մենակ սարքել է, սարքում է ու էլի սարքելու է։ Մենք իր կողքին ենք։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Այդ մարդը աշխատատեղեր է ստեղծում։ Դե թող գան 5 հոգի վերցնեն, այստեղից ասեն, արի մենք քեզ ապահովում ենք աշխատավարձով։ Մենք պայքարելու ենք միջև վերջ, որ մեր աշխատատեղը բացվի։ Քաղաքացիները սոցիալական խնդիրների առաջ են կանգնած։ Իրավապահները գործարանի դռները անորոշ ժամանակով կապարակնքել գնացել են։ Պետական համակարգից ոչ մի պատասխան չի հնչում, թե երբ են բացելու դռները եւ ինչ է սպասվում իրենց։ Ինչքան է տևելու այս անորոշ վիճակը, որովհետեւ բոլորս սպասումների մեջ ենք ու ոչ մեկ կառավարության անդամներից ոչ մեկ չի բարձրաձայնել ինչ է կատարվելու, ինչ է շարունակվելու, ինչ լուծում է լինելու։ Ես իմ ընտանիքին պահում եմ, իմ երեխեքին պահում եմ, ես շատ գոհ եմ իմ գործանից։ Այսօր ես ինչի պիտի իմ աշխատողների հետ, իմ կոլեկտիվի հետ մենք դրսում մնանք։ Մեր վարչապետը ամբողջ երկրով շրջագայություն է կատարում, սելֆիներ անում, չի մտածում, որ 15000 աշխատակից մնացել են դրսում։ Մեր մասին ով պիտի մտածի։ Այս 15000 հոգին դուրս գան երկրից, գնան ամեն մի ուղղությամբ զզված այս երկրից։ Էդ են ուզում մեզանից։ 23 թվականի սեպտեմբերին տեղահանվելուց հետո մի տարի դռները մենք ոչ միտեղ չեմ կարողացել մտնեմ աշխատանքի։ Այստեղ աշխատում ենք, մենք բոլորս տան վարձ ենք տալիս, ուսման վարձ ենք տալիս։ Հիմա այդ որտեղից պիտի տանք այդքանը։ Շատ տհաճ երևույթ է, որ քաղաքականության պատճառով մի մարդու են ձերբակալում ու ամենավերջի հանցագործի այն ձևով չեն ձերբակալում, ոնց որ պարոն Ծառուկյանն է ձերբակալել, շատ տհաճ երևույթ է, դա պետք է առաջին հենց իրանք ամաչեն։ Հենց որ քաղաքականությունը եկավ, ընտրությունը եկավ, պարոն Ծառուկյանը ընդդիմախոս եղավ, միանգամից հանցագործ դառավ։ Պարոն Ծառուկյանը, ես կասեի, որ ինքը հանցագործ չի։ Միթե կարելի է նման մարդու, մեծատառով մարդու, որ ամբողջ աշխարհը ճանաչում, նման ձևի վերաբերվել դրա հետ։ Ես ամաչում եմ իրանց տեղ ուղղակի։ Գործարանում կան բազմաթիվ նյութեր, որոնք հսկողության ու մշակման կարիք ունեն, սակայն մասնագետներին թույլ չեն տալիս մտնել ներս։ Մենք պահեստում ունենք մեծ քանակությամբ պահեստավորված պատրաստի արտադրանք, նյութ, հունք, մասնավորապես թութուն։ Ամեն օրը 2 անգամ իրականացրել ենք ստուգումներ։ Այսօր դա չենք կարողանում անենք։ Աշխատանքը վերականգնելու պահանջով կապարակնքված դռների մոտից չեն հեռանում նաև բնական քարերի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ զբաղվող Multistone ընկերության գործազուրկ դարձած աշխատակիցները։ Անգամ փորձել են տեղեկություն ստանալ գործարանը կապարակնքած իրավապահներից, բայց սայլը տեղից չի շարժվում։ Multigroup-Stone աշխատակիցները գնացին քննչականում ոչ մի պատասխան չտվեցին։ Ստեղից խումբ են կազմել, գնացել են Երևան քննչական։ Երևանում էլ ոչ մի պատասխան չեն տվել։ Հիմա այս մարդիկ անորոշ վիճակում ուզում են հասկանան իրանց վիճակը վերջը ինչ է լինելու։ Չգիտենք ինչ անենք։ Հələ որ անորոշ վիճակ է։ Գոնե մեզ մոտ պատասխան տան կամ փակվում է, կամ աշխատում ենք։ Սաղը դե բարձր ունեն, հարկեր ունեն, չգիտեմ, վարկեր ունեն։ Մեկը հաշմանդամ ծնող ունի, մեկը վարձով ապրում, հազարը մի հարցը խնդրեմ կա էլի, սենց անորոշ վիճակի մեջ մարդկանց թողերը մի քիչ ճիշտ չի էլի։ Չգիտեմ, սպասում ենք արդարություն վերականգնում անել է։ Հավաքին զուգահեռ գործարանի մոտ մեծ թվով ոստիկաններ են հերթապահում, ասում են եկել են հասարակական կարգ պահպանելու ու գործողությունները կանխելու համար։ Այդ գործընկերն ասում է, ելնում ենք ճամփա փակենք։ Ինչ ասելու բան է։ Ճամփա փակելը ես երեք ձեզ ասի, մոռացեք։ Դե հումորով ասում եք, դրա համար էլ ոստիկանությունը պահում է, որ Սարգսյան ջան, առավոտից է ժողովուրդը մեզնից բան են պահանջում, մենք ինչ պատասխան տանք իրանց։ Սակո դե ես ձեզ ասեցի, քննչական կոմիտեերը գնացեք դիում եք գրե, այսօր գնացեք ձեր պատասխանի հետևից։ Գնացել եք չեն տալիս։ Մենք չպատասխանի։ Դե չկա կլինի, խաբար կանենք էթա։ Երբ։ Բայց չիմանանք այսքան ժողովուրդ ուզում է նմանա երբ։ Երբ հալնելու ի վերջո այս ամեն ինչի պատասխանը։ Ոչ մեկ պատասխան չի տալի։ Ճամփա չենք փակել ենք ճամփա։ Մի շաբաթ այս դրության մեջ ենք հիմա, ոչ մեկս չենք փակել։ Պատասխան ասում են։
Մի քանի ժամ գործարանի կապարակնքված դարպասների մոտ սպասելուց հետո աշխատակիցները հեռացան առանց ստանալու իրենց հուզող գլխավոր հարցի պատասխանը՝ երբ են նորից գալու գործարան, բայց արդեն աշխատանքի։ Արթուր Հակոբյան, Մանուշակ Մելքոնյան, Տիգրան Նադարյան, Էպիկենտրոն։